Այո, վիճակը ծանր է, բայց անհույս չէ։ Անհույս վիճակներ չկան, այսինքն միշտ պետք է պայքարել եւ այլն։ Հիմա դիվանագիտության մասին է խոսքը գնում։ Մենք դիվանագիտություն չունենք, որտեղ դիվանագիտություն նշանակում է նախաձեռնություններ եւ որոշակի գաղափարների իրականացում միջպետական հարաբերություններում։ Մենք պարզապես ձեր նշածից էլ երևում է արձագանքում ենք Ադրբեջանի քայլերին։ Ինչ-որ մի բան են անում, պահանջում են, մեղադրում են արձագանքային դիվանագիտություն։ Այո, դա է Հա, բայց դա արդեն դիվանագիտություն չի, էլի։ Դա ինչ է։ Ոնց ենք ձևակերպում։ Դա սպասարկում է Ադրբեջանի շահերին։ Այսինքն եւ այստեղ դու հաղթելու որևէ հնարավորություն չունես, որտեվ դու քեզ մեղադրումը արդարանում ես, լավագույն դեպքում դու զրոյական դիրքի վրա ես կանգնում, եթե կարողացար արդարանալ, բայց բացարձակ արդարացում չի լինում, որտեղ մարդկանց մտքի մեջ ինչ որ մի բան մնում է, էլի, ինչքան էլ դու փաստերով ապացուցես, որ օրինակի համար կեղծ է այս դրույթը, այն դրույթը եւ այլն, միևնույն է, որ մի մաս մտածում է, չէ, ինչ որ մի բան կար, որ Ադրբեջանն ասեց։ Տեսեք, իմ վերած հենց այս օրինակը, ինչի առ այսօր Հայաստանի իշխանությունները որքան սիրում են գնալ ճամփորդել եւ տարբեր բաները, ինչի նույն Մակրոնի հետ չեն հանդիպել եւ իմ ասած այդ օրինակը, որ մենք պատրաստ ենք մաս կազմելու այդ համակարգին եւ այլն, ինչ որ ցեվով նախաձեռնություններ ա պետք։ Եվ ամենաանհավանական նախաձեռնությունը հաճախ հետո մի սուալին է ստանում։ Ես հիշում եմ, որ ժամանակին Նազարբաևը խոսած Եվրասիական տնտեսական միության մասին, դա զուտ գաղափար էր, այսպես դատարկ եւ փուչ, եւ բոլոր տեսանկյուններից դա ինչ որ դատարկ կառույց է, բայց Ռուսաստանը այդ գաղափարը բռնեց, իրականություն դարձրեց Եվ այդ տնտեսական միությունը այսօր օգտագործում է իր շահերի համար սահմանափակելով մյուսների տնտեսական շահ։ Օրինակ Հայաստանը տուժում է այդտեղից, որովհետև այսինքն Ռուսաստանն, գիտեք, չէ՞ ոնց է կարգ, այսինքն բոլոր այս մաքսային բաները գնում է վճարումները Մոսկվա եւ այնտեղ 1.17% թե ինչ մենք հետ ենք ստանում, այն էլ ուշացումով եւ ամեն տարի մոտարապես արդեն 200 միլիոն 168-200 միլիոն դոլար կորցնում ենք, որտեղ ըստ էության ներմուծումը ավելի շատ է, գանձումներն ավելի շատ են։ Եվ այս որ անընդհատ Նիկոլը ասում է մեր բյուջեն լցնելու համար օրինակ համար այդ մաքսային խստացումները բան, դա մեր բյուջեի հետ կապ չունի, որտեղ դա կրկնում եմ, էլի գնում է Մոսկվա։ Հիմա ասած այդ օրինակը Եվրասիական տնտեսական միությունը վերցրեց Մոսկվան օգտագործում այդ բանը։ Հիմա շատերը կասեն, այ որ գնանք խոսանք եվրոպացիների հետ, ռուսները կնեղվեն, թո նեղվեն։ Իրանք ամեն ինչից նեղվում են։ Մենք ինչ անենք, չանենք նեղվում են։ Ադրբեջանից չեն նեղվում։ Այսինքն հիմա տեսեք, ամռանը հերթական մի փոքր զորավարժություն տիլն, անգամ զորախաղ։ Մինչև մի 100 հոգի ամերիկացի է գալու, ընդամենը եւ մի 10 զրահամեքենա։ Արդեն սկսել այս ռուսական պրոպագանդան հայերին համարյա ներկայացնում են, որ ամերիկյան բազա գալի է, շատ կուզեի, որ ամերիկյան բազա գալ, բայց չի գալիս։ Ներկայացնում են սա գալիս է, որպեսզի հարձակվի Իրանի վրա։ Անհետեթության ինչ որ աստիճան, բայց մարդիկ կան, որոնք ներկայանում են իբր վերլուծաբաններ եւ այսինքն 100 ամերիկացի պիտի արձակվի Իրանի վրա, եթե 100 ամերիկացի կարան Իրանի հարցը լուծեն, այդ դեպքում Իրանը շատ թույլ պետություն է։ Ասածս հետեւյալն է, որ քանի որ միևնույնն է ժողովրդի լեզվով ասած ջուրը ընկած անձրևից չի վախենում, միևնույնն է հայ-ռուսական հարաբերությունները ելնելով օբյեկտիվ իրականությունից, ելնելով այն բանից, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կենսական կարեւորություն ունեն, կենսական, ոչ թե պարզապես կարոշ, կենսական կարեւորություն են Ռուսաստանի համար, մենք ինչ էլ անենք չենք կարող դրանց փոխարինել, այսինքն ավելի արժեքավոր լինել։ Հետևաբար մենք պիտի մտածենք մեր մասին, ելնելով կրկին այդ դրույթից, որ մենք միայնակ չենք կարող գոյատևել։ Ամերիկացի մի շատ հայտնի փորձագետ կա Ռեյ Քլայնը անունը, որը իրենց հետախուզության երկրորդ դեմքն էր, բավական հայտնի մարդ է, եւ գոյությունը Ռեյ Քլայնի բանաձև պետության հզորության մասին։ Այն ուրեմն բաղկացած է երկու մասից, առաջի մասը, այսինքն փակագծերի մեջ երկրի բնակչություն, տարածք եւ տնտեսական հզորություն, այս երեքի գումարը բազմապատկած այդ երկրի ստրատեգիական նպատակի եւ այդ նպատակին հասնելու
կամքի գումարով, այսինքն մի 3 միավորի գումարը բազմապատկած 2 միավորի։ Հիմա գանք։ Բնակչություն։ Չէ, պիտի հաշվենք այս հոգուտ մեզ ինչ են արել դրական։ Բնակչությունը կրճատվում է։ Բնակչությունը ծերանում է։ Մի ցուցանիշը բացասական է։ Տարածքը փոքրանում է, ֆիզիկապես փոքրանում է, գրավում են։ Հենց այդ Կիրանցի այդ բանը տարածքը ավելի խոցելի է դառնում։ Կարելի է ինքը մնա նույն չափի, բայց երբ որ նա մի բլուր է գրավում օրինակ նույն այդտեղ եւ այդ 5-10 կիլոմետր հանգիստ կարող է կրակի տակ պահել, տարածքը փոքրանում է։ Երրորդ տնտեսական հզորություն։ Տնտեսական հզորությունը եւս վատ է։ Ինչ է տեղի ունենում։ Թանկացումների պատճառով եւ տարբեր մախինացիաների պատճառով, օրինակ, ասում են զենքի գնումները այսքան տոկոսով ավելացան։ Կներեք, առաջ այդ 20% ավելացված արժեքը չէիք հաշվում, հիմա հաշվում եք, ստացվում է, որ դուք ավել եք 20% վճարում, հետո է ճիշտ է, 20%-ը պետությունը էլի հետ է ստանում, իրա մի գրկան, բայց ժողովրդի վրա խափում եք, ասում եք 20% ավել ենք տվել այդ բանին։ Մյուս կողմից դուք պարգևավճարներ եք տալիս այդ գեներալներին բան, որոնց կաշառում եք, որոնք հանձնեն այդ հողերը։ Այսինքն մենք տեսանք այդ 3-ի գումարը փոքրացել է։ Հիմա գանք հաջորդ երկրուսի գումարը։ Ստրատեգիական նպատակ, որևէ նպատակ չկան, հակառակը բոլոր ազգային նպատակներ պետք է հրաժարում եւ այդ կամքն էլ չկա։ Եթե միայն այդ երկրորդ մասը չլիներ, այսինքն նպատակի բացակայությունն ու բանը, ինչքան էլ մեծ թիվը դուք բազմապատկեք 0-ով, վերջը ստանալու եք 0։ Իսկ քանի որ նաև առաջի այդ գումարելիների գումարն է փոքրացել 0-ը, սա այսպես գիտական բացատրություն այն բանի, որ որևէ լավ բան չի կատարվում։ Չկա մի օրինակ, սուտ են խոսում։ Չկա մի օրինակ։ Այսինքն ժողովրդի կյանքից սկսած, որ ինքը մի հատ հասարակ դիմում է գրում, որ օրենքը նախատեսում է 10 օր պատասխան ու այդ պատասխանը չկա, եւ ես այս կոնկրետ օրինակ բերեմ։ Մենք բարեգործության համար, ասենք Ռուսաստանի մեր ընկերներից, այսինքն ստանում ենք կոշիկներ, որոնք բաժանում ենք ժողովրդին։ Մենք ասելով նկատենք մասնավոր անձինք։ Հիմա իրանք ուզում են ավելացված արժեքի արկ դրա համար վճարենք, որովհետև ինչ որ բաներ են սարքել։ Լավ, ասում ենք, չեն կարողանում այս 2 շաբաթա, 3 շաբաթա որոշեն, թե պիտի վճարենք, թե չպիտի վճարենք, ինչքան պիտի վճարենք, ոնց այս նամակն են, սա բարձ մի հատ օրինակ եմ ձեզ բերում, որ նման բաներ չկար առաջ։ Նման բաներ չկար, շատ ավելի հստակ էր պետական ապարատը գործում, շատ ավելի, այսօր լրիվ էրոզիայի մեջ է։ Այդ հեքիաթները, որ այո, լիքը թերություն կար, տեսագրությունները կարելի է նայել, ես քննադատել եմ եւ այլ միշտ, բայց նման անպետական վիճակ, նման պետական ապարատի ապիկարություն երբևէ չի եղել։ Այսինքն խնդիրը ոչ միայն այդ ստրատեգիական մեծ հարցերն է, որի մասին որ խոսում ենք, որտեղ տանուլ է տված, կենցաղային հարցերը տանուլ է տված, չեն կարողանում։ Այսօր Երևանում մի քիչ անձրև է եկել եւ Երևանում երթևեկությունը մեռել է։ Չկա երթևեկություն, այդպես է։ Եվ ինչ են այս լուծման ձևը որն է, դնել, պատժել, տուգանել, պարտադրել մարդկանց, իրենց պարտականությունը չեն կատարում, բայց ժողովրդի վրա են դնում։ Հետևաբար անձամբ ես որևէ մի դրական բան չեմ տեսնում։ Անկամ այն խոստումները, որ նախկիններին պատժել, էդ էլ չեն արել։ Հետևաբար ես առաջարկում եմ հեռուստադիտողները թող այս մեր հաղորդման տակ օրինակ ամեն մեկը գրի ինչ դրական բան է տեսել։ Հասկանանք օրինակ իրանք ինչ են տեսել, որ մենք չենք նկատել։ Ես չեմ նկատում այդ որևէ դրական բան։